Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին։ Տեղական աղբյուրները հաղորդում են Քուվեյթում ամերիկյան զորքերի դիրքերի վրա անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների արվածների մասին։ Որոշ աղբյուրների համաձայն պայթյուններն այնքան հզոր են եղել, որ հստակ լսվել են Իրաքի սահմանային շրջաններում։ Կադրերում Էրբիլն է, որը եւս զերծ չի մնացել իրանական հարվածներից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ սկսել են ճշմարիտ խոստում 4 գործողության 63-րդ ալիքը։ Մեջբերում մենք պահում ենք մեր խոստումը, դուք կզղջաք, Իրանը քնած էր, դուք արթնացրիք նրան, փոթորիկ կբարձրանա։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այն պահը, երբ Էրբիլում հյուսիսային Իրաքում հարված հասցվեց ԱՄՆ հյուպատոսության շենքին, երևում է կադրերում։ Առավոտը բարի չէր Իսրայելի համար։ Ողջ գիշեր հրթիռակոծությունների անդադար ալիքի ենթարկվելուց հետո Իսրայելի անգամ օկուպացված տարածքները ենթարկվում են հրթիռակոծության։ Սա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոստումն է իրենց զոհված ղեկավարների համար։ Հրթիռակոծության թեժ կետերից է Թել Ավիվը։ Համացանցում տարբեր օգտատերեր հրապարակել են խոճապար փախչող ժողովրդի, հաջորդաբար ընկնող կասետային ռումբերի կադրեր։ Իդեպ կասետային ռումբերը վերջին 1 ժամվա ընթացքում ամենակիրառված զինամթերքն են։ Աբու Դաբիի կառավարության հաղորդակցության գրասենյակն էլ հայտնել է Հաբշանի գազի օբյեկտներում եւ Բաբ հանքավայրում պայթյունի ու հրդեհի մասին։ Այս ամենին զուգահեռ Իրանի փոխարտգործնախարարը գիշերը հանդես է եկել հայտարարությամբ։ Մեջբերում առավոտյան Ռամադանի պատերազմում նոր գլուխ կբացվի։ Մենք նախկինում հայտարարել էինք, որ եթե մեր ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք կարվածենք սիոնիստական ռեժիմի, նկատի ունենալով Իսրայելը եւ ԱՄՆ-ի ենթակառուցվածքներին։ Մեջբերման ավարտը։ Անհայտ անօդաչու թռչող սարքեր են թռչում ԱՄՆ պետքարտուղարի եւ պաշտպանության նախարարի նստավայրերի վրայով, հայտնել է The Washington Post-ը։ Թերթի 3 աղբյուրների համաձայն անօդաչուները պտտվել են Վաշինգտոնի ռազմական բազայի վրա, որտեղ գտնվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի նստավայրերը։ Վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անանուն մնալով հայտնել են, որ վերջին 10 օրվա ընթացքում տարածքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Աղբյուրներից երկուսի խոսքով այս ամենը Սպիտակ տան վարչակազմին դրդել է քննարկել Ռուբիոյի եւ Հեքսեթի տեղափոխման հարցը։ Իրանի Ֆարս խոշորագույն գազային հանքավայրի թիրախավորումը նոր եւ վտանգավոր փուլ է փոխադրել Միացյալ Նահանգներ Իսրայել-Իրան հակամարտությունը։ Ի պատասխան այս գրոհի Թեհրանը հրթիռակոծել է Կատարի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ հանգույցները։ Ռազմական գործողությունների հետևանքով նավթի համաշխարհային գները բարձրանում են, իսկ Հորմուզի նեղուցի փակումը սպառնում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։ Թրամփի վարչակազմը փորձում է զսպել Միացյալ Նահանգների ներքին շուկայում վառելիքի գների աննախադեպ թռիչքը, որն արդեն հասել է քաղաքականապես վտանգավոր մակարդակի։ Չնայած կողմերի ռազմատենչ ռետորաբանությանը դժվար է հավատալ, որ էներգետիկ ոլորտի այս համատարած ոչնչացումը կբերի վերջնական հաղթանակի կամ կայունության։ Ակնհայտ է միայն մեկ բան՝ մերձավոր Արևելքի հակամարտությունն այլևս տեղային բնույթ չունի եւ ուղղակիորեն հարվածում է համաշխարհային տնտեսությանը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իսրայելի կենտրոնական տարածքների վրա իրականացված հերթական խոշոր հարձակման մասին։ Թիրախավորվել են Բեն Գուրիոն օդանավակայանը եւ իսրայելական բանակի վերալիցքավորող ինքնաթիռները։ Ռամադանի 27-րդ գիշերը տեղի ունեցած այս գործողությունը պաշտոնապես որակվել է որպես պատասխան Ալի Լարիջանիի սպանությանը։ Թեհրանը հարվածների համար կիրառել է Խեյբար Շեկան, Զուլֆիկար, հրթիռներ եւ մեծ քանակությամբ հարվածային անօդաչու սարքեր։ Այս գործողությունների ֆոնին ամերիկյան Ջերալդ Ֆորդ ավիակիրը լքում է տարածաշրջանը նավի վրա բռնկված հրդեհի եւ լուրջ վնասների պատճառով։ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հուղարկավորության արարողությունը։ Նա ծնվել էր 1957 թվականին Իրաքի Նաջաֆ քաղաքում, ազդեցիկ հոգևորական ընտանիքում։ Լարիջանին ստացել է մաթեմատիկական կրթություն եւ արևմտյան փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Իրանի իշխանական համակարգում նա 12 տարի շարունակ զբաղեցրել է խորհրդարանի նախագահի առանցքային պաշտոնը։ Տարբեր ժամանակաշրջաններում նա նաեւ ղեկավարել է պետական լրատվամիջոցները եւ համակարգել երկրի անվտանգային քաղաքականությունը։ Իսլամական Հանրապետության համար նա ռազմավարական կամուրջ էր հոգևոր վայրնախավի եւ քաղաքական կառավարման օղակների միջև։ Փաստացի հենց իրեն էր ժառանգել երկրի իշխանությունը այաթոլլա Ալի Խամենեին։
ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովում նախատեսվում են հանրային լսումներ, նվիրված Իրանի դեմ պատերազմի իրական դրդապատճառներին։ Ազգային հետախուզության տնօրենը եւ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարը ստիպված են լինելու պարզաբանումներ տալ բարձրաստիճան պաշտոնյա Ջո Քենթի աղմկարույց հրաժարականի ֆոնին։ Քենթը լքել է վարչակազմը հրապարակավ հայտարարելով, որ Թեհրանից բխող անխուսափելի սպառնալիք չի եղել, իսկ պատերազմը սկսվել է Իսրայելի լոբիի ճնշման ներքո։ Փետրվարի 28-ին մեկնարկած այս ռազմական գործողությունն արդեն հազարավոր զոհերի պատճառ է դարձել եւ լուրջ ճգնաժամ առաջացրել համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Դեմոկրատ օրենսդիրները կասկածի տակ են դնում նախագահ Թրամփի որոշումների հիմնավորվածությունը եւ նրան մեղադրում են կոնգրեսին թերի տեղեկատվություն տրամադրելու համար։ Հետախուզական աղբյուրները հուշում են, որ Սպիտակ տունը նախապես տեղյակ է եղել Հորմուզի նեղուցի հնարավոր փակման մասին, սակայն անտեսել է այդ ռիսկերը։ Այժմ սենատորները փորձում են պարզել, թե որքանով է հավաստի Իրանի միջուկային սպառնալիքի վերաբերյալ վարչակազմի հնչեցրած սարսափազդու հայտարարությունները։ 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթմայրը կալանավորվել է 2 ամսով, հայտնել են գլխավոր դատախազությունից։ Մարտի 16-ին կլինիկական մահախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արարատի մարզում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է։